Մաս 23-րդ հարց։ Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանության տալու մասին հարցը։ Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար ձայնը տրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Համեցեք։ Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, օրինաց երկիր կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները։ Մեր երկրում ավարտվեց բավականին երկար ընտրական շրջանը։ Այս ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն հնարավորին չափ հեռու պահել տնտեսական գործընթացները ընթացող քաղաքական բանավեճի հավանական բացասական ազդեցություններից, այլև առաջընթաց գրանցել թե տնտեսական զարգացման, թե քաղաքական բանավեճի կատարելագործման ուղղություններով։ Եվ երիցս ճիշտ է հանրապետության նախագահը շեշտելով, որ այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ եւ հետեւականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու եւ արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու։ Հարգելի գործընկերներ, վերջին տարիների ընթացքում փոխվել է աշխարհը եւ մենք։ Մենք ապրում ենք բարդ եւ արագ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Իրականությունը լի է անակնկալներով եւ հաճախ մեր կամքին հակառակ փոփոխություններ է մտցնում եւ սրբագրում մեր ծրագրերն ու նախաձեռնությունները։ Ժամանակակից աշխարհի ամենավորոշակի բնութագրիչը անորոշությունն է։ Իսկ ամենակայուն գնահատականը անկայունությունը։ Սակայն դա չի նշանակում, որ մենք շեղվելու ենք մեր նպատակներից եւ հետամուտ չենք լինելու մեր կողմից նախատեսված ծրագրերի իրականացմանը։ Ուղղակի մենք պարտավոր ենք արկա իրողություններին համահունչ արդիականացնել մեր գործիքակազմը, նոր լիցք հաղորդել ազգային կարողություններին, նախանշված նպատակներին հասնելու համար։ Մեր քաղաքական թիմի ընդդիմախոսները, այդ թվում եւ ոչ հեռու անցյալում մեր գործընկերները, մեզ վերագրում են բազմաթիվ մեղքեր, պիտակավորելով մեր ծրագրերը։ Հարկ չեմ համարում անդրադառնալ այդ մեղադրանքներին, սակայն ակնհայտ է, որ մենք չենք զբաղվել ամբողջահաճո նախաձեռնություններով։ Քննադատությունը երբեմն եղել է արդարացի, երբեմն պոպուլիզմով լի։ Սակայն համաձայնվեք, որ մենք եղել ենք բաց, ինքներս ենք բացահայտել խնդիրները, չենք խուսափել հրապարակային խոսել մեր բացթողումների եւ թերությունների մասին, եւ այսօր հստակ եւ առավել լավ ենք պատկերացնում այն իրականությունը, որում ապրում ենք։ Իրականություն, որի բացասական դրսևորումների հետ սակայն չենք հաշտվում եւ չենք հաշտվելու։ Մենք քաջատեղյակ ենք այն հիմնախնդիրներին, որոնք այսօր դեռևս առկա են եւ մտահոգում են յուրաքանչյուրիս։ Գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, անհավասար մրցակցային պայմաններ։ Ձեզանից շատերն այժմ կհարցնեն,
թե կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկել եւ ինչ է ձեռնարկելու թվարկված եւ բազմաթիվ այլ խնդիրները լուծելու համար։ Առաջին, անցնող տարիներին մենք ջանքեր գործադրեցինք հաղթահարելու տնտեսական համակարգի խոցելիությունը։ Այն է ցածր դիվերսիֆիկացիայի մակարդակը։ Եվ այսօր ունենք ավելի բարենպաստ հիմքեր շարունակական տնտեսական աճ ապահովելու համար։ Առաջին անգամ պետությունը հանդես եկավ արդյունաբերական քաղաքականության նախաձեռնությամբ, բացահայտելով եւ օգտագործելով արկա ներուժը, տրամադրելով մասնավոր հատվածին պետական գործիքներից օգտվելու հավասար հնարավորություն, ինչը պետություն մասնավոր համագործակցության շնորհիվ արդեն տալիս է շոշափելի արդյունքներ։ Երկրորդ, մենք կանգնեցինք գյուղացու կողքին եւ հետեւողականորեն օժանդակում ենք նրան, տրամադրելով մատչելի սերմացու, վառելիք, պարարտանյութեր, ինչը ոլորտում ապահովում է աճ եւ նոր աշխատատեղեր։ Օժանդակում ենք գյուղատնտեսական կոոպերացիաների ձևավորմանը, խթանում նոր շուկաների ենթակառուցվածքների ստեղծումը արտահանման ծավալները մեծացնելու համար։ Շուտով կսկսենք գյուղատնտեսության համատարած հաշվառումը, որը հնարավորություն կտա բացահայտել ոլորտում արկա ներուժը եւ խնդիրները, որի հիման վրա կմշակենք հասցեական աջակցության ծրագրեր։ Երրորդ, սոցիալական ոլորտում բացահայտեցինք կոռուպցիոն երևույթներ, որոնք հսկայական վնաս էին պատճառում պետությանը։ Խնայած միջոցներով ավելացրեցինք կենսաթոշակները եւ սոցիալական նպաստները։ Ստեղծեցինք հիմքեր սոցիալական ինտեգրացված ծառայության համակարգի ներդրման համար, որի օգնությամբ սոցիալական խոցերի խմբերին տրվող օժանդակությունը լինելու է առարկայական եւ առանձնահատուկ վերաբերմունքով։ Մարզկենտրոններում ներդնում ենք մեկ պատուհանի սկզբունքով աշխատող սոցիալական ծառայությունների գրասենյակներ, որոնք առավել արդյունավետ օժանդակություն կցուցաբերեն խոցելի խմբերին։ Միևնույն ժամանակ ներդնում ենք սոցիալական ծառայողի ինստիտուտը։ Սկսել եւ շարունակել ենք աղքատություն ծնող պատճառների վերացումը, կրթության եւ աշխատանքի մատչելիության ապահովմամբ։ Չորրորդ, բարեփոխումներ իրականացրեցինք կառավարման ոլորտում, ներդնելով էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ապահովում է պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը, ինչպես նաև պետական մարմինների թափանցիկությունը, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը եւ մեծացնում ներքին վերահսկողության արդյունավետությունը։ Մի քանի անգամ կրճատեցինք ստուգումների քանակը, ներդրեցինք էլեկտրոնային հաշվետվությունների մեխանիզմ։ Սոցիալական փաթեթ ծրագրից այսօր հնարավորություն ունեն օգտվելու 150,000 պետական աշխատող եւ նրանց ընտանիքների անդամներ։ 5-րդ, ենթակառուցվածքներում իրականացրել ենք համակարգաստեղծ մասշտաբային ծրագրեր։ 5 տարվա ընթացքում կառուցել եւ վերանորոգել ենք աննախադեպ ծավալների ճանապարհներ։ Հեռավոր համայնքներում հասանելի ենք դարձրել հեռախոսակապը, համացանցը, խմելու ջուրը։ Շիրակի եւ Լոռու մարզերում իրականացրել ենք մեծածավալ բնակարանաշինարական աշխատանքներ։ Շարունակում ենք դպրոցաշինական, ամբուլատոր կլինիկաների կառուցման եւ հիվանդանոցների վերանորոգման ու վերազինման աշխատանքները։ 6-րդ, քաղաքացիական հասարակության ձևավորման գործում հանրապետությունում արձանագրվել է լրջագույն առաջընթաց։ Խոսքի եւ մամուլի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների ցուցանիշներով առաջատար դիրքեր ենք զբաղեցնում տարածաշրջանում։ Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են դրական լուծումներ։ Մեր քաղաքական դիրքորոշումն է, հասարակական կազմակերպությունները պետք է լայնորեն ներգրաված լինեն երկրի առջև ծառացած
խնդիրների լուծման գործում։ 7. Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձրել ենք առավել մատչելի։ Մեր քաղաքացիները առաջին հերթին մատնանշում են հետևյալ ոլորտների դրական զարգացումները. ինտերնետ ծառայությունների գների կտրուկ նվազում, որակի բարձրացում, պարզեցված, արագ և քիչ ծախսատար ծառայություններ պետական կադաստրում, ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության գործուն համակարգ, ԱՊՊԱ-ն, որը ներդրման պահին միանշանակորեն չէր ընդունվում, այսօր արժանացել է մեր ժողովրդի վստահությանը։ Բիզնես իրականացնելու հեշտացված և րոպեների ընթացքում գրանցման հնարավորություն, էլեկտրոնային ստորագրությունների և հաշվետվությունների ներդրման միջոցով հարկային վարչարարության բեռի թեթևացում։ Այս և մի շարք այլ միջոցառումների արդյունքում Doing Business-ի համաշխարհային աղյուսակում Հայաստանի Հանրապետության դիրքերը բարելավվեցին 18 կետով և մենք զբաղեցրեցինք 32-րդ տեղը։ Մենք նաև քաջ գիտակցում ենք, որ բազմաթիվ բարեփոխումներ, որ սկսել ենք, դեռևս չեն տվել շոշափելի արդյունքներ մեր քաղաքացիների համար։ Ձեր դատին ներկայացված ծրագիրը մշակելիս մենք այցելել ենք բազմաթիվ համայնքներ, հանդիպել հազարավոր մարդկանց, լսել նրանց հուզող հարցերը։ Մասնավորապես, ինչ էր ակնկալում պետությունից Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանը։ Առաջին հերթին ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան, ավտոմեքենա։ Մի խոսքով պայմաններ ընտանիք ստեղծելու և հայրենիքում արժանապատիվ ապրելու համար։ Ինչ է նախատեսում անել պետությունը Արմենի և նրա նման հազարավոր երիտասարդների համար։ Կրթության բարեփոխումների շրջանակում ապահովելու է ձեռնարկությունների և կրթական հաստատությունների ուղղակի կապը, որը հնարավորություն կընձեռնի պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ։ Իրականացվում է և շարունակվելու է իրականացվել մատչելի բնակարան երիտասարդների համար ծրագիրը։ Անցյալ տարի էլ մեկնարկեց մատչելի ավտոմեքենա երիտասարդներին ծրագիրը։ Ինչ էր ակնկալում պետությունից Եղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանը։ Բարձր թոշակ, որակյալ բուժօգնություն, տարիների ընթացքում կուտակված և խնայ բանկում ներդրված ավանդի վերադարձ։ Ինչ է նախատեսվում անել թոշակառուների համար։ Կենսաթոշակների ավելացում, յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, ինչպես նաև անվճար ծառայությունների տեսականու ավելացում։ ԽՍՀՄ խնայ բանկում մինչև 1993 թվականը ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման ծրագրերի շարունակականություն։ Հարգելի գործընկերներ, մենք դեռևս շատ անելիքներ ունենք, որպեսզի պետությունից յուրաքանչյուր քաղաքացու ակնկալիքները դարձնենք իրականություն։ Առաջիկայում ապահովելու ենք բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով։ Կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում, միտված արժանապատիվ ծերության ապահովմանը։ Աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի և հասանելիության ապահովում, որպես առկա հիմնախնդիրների հաղթարման ուղղված հիմնական միջոց։ Հասանելիություն և որակի բարձրացում առողջապահության ոլորտում։ Պարապորտի մատնված ձեռնարկությունների վերագործարկում, անհրաժեշտության դեպքում
ոչ արդյունավետ սեփականատիրոջը փոխարինելով բանիմաց զարգացմանը միտված ծրագրեր ունեցող գործարարով, յուրաքանչյուր ձեռնարկությանը կարիքներին համապատասխան առարկայական նպատակային աջակցություն, փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ապահովում, սկսնակ բիզնեսմեններին անհատական աջակցություն, ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ։ Մենք պետք է կազմակերպվենք, դառնանք մարտունակ պետություն և կազմակերպված հասարակություն։ Իսկ կազմակերպված լինելուն մենք այլընտրանք չունենք։ Դա հասկանալու համար բավական է նայել աշխարհի քարտեզը և տեսնել մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը։ Դա հասկանալու համար բավական է հետևել միջազգային լրահոսին և վերլուծել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հարևանությամբ։ Դա հասկանալու համար բավական է ծանոթանալ համաշխարհային տնտեսական ցուցանիշներին և այն ոչ հուսադրող կանխատեսումներին, որոնք վերաբերում են մեր առևտրային գործընկերներին։ Մեր առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար օրակարգային խնդիր է անցում կատարել գոյատևման կենսաձևից և մտածողությունից դեպի զարգացման հայեցակարգի իրագործումը։ Անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային պետական ազգային շահի նկատմամբ։ Սա է այն բանաձևը, որի գործարկման արդյունքում մենք կկարողանանք կերտել մրցունակ, ապահով և մարտունակ պետություն։ Պատահական չէ, որ նախորդ տարվա ազգային ժողովի ընտրություններին մենք մասնակցեցինք, հավատանք, որ փոխենք կարգախոսով։ Իսկ այս տարվա նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմի առաջնորդը մասնակցեց դեպի ապահով Հայաստան կարգախոսով։ Միմյանց փող լրացնող այս գաղափարները ապագայի մեր տեսլականն է։ Տեսլական, որն արժանացավ մեր քաղաքացիների մեծամասնության հավանության ու լիազորեց մեզ ապագա տարիներին իրականացնել փոփոխություններ և կերտել ապահով Հայաստան։ Հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, կարևորագույն փոփոխությունը, որ մենք պետք է իրականացնենք, դա մտածելակերպի փոփոխությունն է, վարքագծային կանոնների փոփոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր։ Միջավայր, որում արտոնյալ կարգավիճակը, պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չունեն և դատապարտելի են բոլորի կողմից։ Այո, սա հեղափոխություն է, հեղափոխություն, որ մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, ոչ թե փողոցներում, այլ մեր մտածելակերպում։ Մենք կհաջողենք, եթե մեր նպատակադրած արժեքների և առկա արժեքների միջև գոյություն ունեցող ճեղքվածքը հաղթահարենք։ Մենք կհաջողենք, եթե համագործակցենք։ Այս ծրագիրը ենթադրում է մեծ ծավալի աշխատանք։ Երբեմն ոչ ամբողջահաճո, երբեմն ցավագին որոշումներով, հաճախ միանգամից ոչ տեսանելի արդյունքներով։ Սա փոփոխությունների ծրագիր է, որ իրականացնողները պատրաստ են կրել դրա իրականացման պատասխանատվություն ու առանձին փուլերի ենթադրյալ բացասական արձագանքի ու քննադատության բեռը։ Մենք ակնկալում ենք խորհրդանական և արտախորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև այլընտրանքային քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների և պետության ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունը։ Ինչպես Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշել է իր նախընտրական ծրագրում, մենք միշտ հանդես ենք եկել հանուն գաղափարով։ Չենք գործել ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի։ Պաշտպանել ենք քննարկումների
եւ հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները։ Առաջարկել ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի համերաշխության եւ մեր ժողովրդի բարեկեցության ապահովում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոստանում է նվիրական, քրտնաջան աշխատանք, որի արդյունքները տեսանելի եւ շոշափելի կլինեն յուրաքանչյուրի համար։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։